24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, նաև շնորհավորում եմ ձեր տաղավարը, հուսով եմ այս նոր տաղավարում նաև հաղթանակների ավետումը կլինի։ Շնորհակալ եմ շատ։ Խոսենք Գյումրիից, ինչ է սպասվում Գյումրիում։ Գյումրիում տեղի ունենում հերթական նիկոլական, այսպես խարդավանքներից մեկը, որը կոչվում է Գյումրու հավականու ընտրություններ, բայց եթե մենք փորձենք մի փոքր առաջ անցնել եւ գնահատել ինչ կլինի Գյումրիում, դա կարելի է շատ կարճ ասել։ Գյումրեցին միանշանակ կմերժի ԿՊ-ին, բայց չի ընտրի նաեւ մյուսներին։ Եվ արդյունքում կընտրվի նորից Սարիկ Մինասյանը։ Ոչ թե կընտրվի, ընտրվել բառը Հայաստանի համար արդեն շատ մեծ ճոխություն է կնշանակվի, որովհետեւ այս ընթացքում մենք տեսնում ենք, որ անկախ նրանից թե ինչ ընտրություններ են տնում, այդ ընտրություններում ինչ արդյունքներ է լինում, միևնույն է նշանակվում է ԿՊ-ն։ Եվ այդ նույն գործողությունները նաև պետք է լինի Գյումրիում։ Հետևաբար ինչ-որ մեծ հույսեր փայփայել Գյումրիից կամ Գյումրու ընտրությունները դարձնել շատ մեծ քաղաքական իրադարձություններ, ինձ թվում է սխալ է։ Եվ այսինքն դրանով չի որոշվի համապետական ընտրությունների ընթացքը կամ արդյունքները։ Որևէ ընտրությունով Հայաստանում որևէ բան չի որոշվում։ Վերջին 7 տարին այդ է ցույց տվել, որ որևէ ընտրությունով որևէ բան չի լինելու։ Ու այս անգամ էլ ես անկեղծ ասեմ, ես կանխատեսում եմ չափազանց ցածր մասնակցություն ընտրությունների, որովհետև ժողովուրդը բացարձակապես չի վստահում իշխող ուժին, գուցե վստահում է առանձին անհատներին, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել, բայց ինքը չի վստահում ընտրությունների արդյունքին։ Եվ բոլորն էլ արդեն շատ լավ հասկանում են, թե Հայաստանում այս պահին ինչ իրավիճակ է տիրում, ինչ է կատարվում, բոլորն էլ գիտեն, որ իշխանությունների համար իրենց ԿՎ-ն բացարձակ նշանակություն չունի, որովհետև վերջին տարիներին բազմաթիվ նման նախադեպեր ունեցանք, այդ թվում նաև Գյումրիում, հիշում ենք բոլորս էլ, ինչ կատարվեց Պալասանյան դաշինքի հետ եւ 21 թվականից արդեն ընտրություններից անմիջապես հետո ինչ կատարվեց 22 թվականին, 23-ին եւ վերջո հերթական ձերբակալությունները ապօրինի եւ արդյունքում քաղաքը թողեցին թափուր։ Այս ամեն ինչը տեսնելով մարդը հասկանում է, որ իր ԿՎ-ն չի կարող որևէ ազդեցություն ունենալ, հետեւաբար ինքը չի մասնակցել ընտրություններին։ Եվ հիմնականում մասնակցելու է նախ պետական ռեսուրսը, որը կարող է կազմել Գյումրու ընտրողների, ենթադրենք մի 5 կամ 6%, ընտրողների 5-6%, եւ այդ ցածր մասնակցության պայմաններում դա կդառնա օրինակ 40%, որին կավելացնեն որոշակի բոնուսներ, ինչ որ ֆոկուսներ կանեն եւ արդյունքում կհայտարարեն, որ այ տեսեք մենք ամենուր ունենք բարձր հեղինակություն, բայց իրականում այդ ընտրությունների մասնակցության ցածր տոկոսը ինքը խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ մարդը, գյումրեցին ինքը չի վստահում օրվա իշխանություններին։ Հետևաբար իրեն ոչ թե ընտրություններ է պետք, այլ իրեն պետք է իշխանության հետ վերադարձ այլ ճանապարհներով։ Դա կլինի փողոց, թե ավելի, չգիտեմ, ծայրահեղ ինչ-որ բան, բայց ժողովուրդը այսօր ակնկալում է, այսպես ասած, իշխանափոխություն կամ ազատագրում, միևնույն ժամանակ նաև պահանջում է հստակ պատիժներ եւ թիվ 1 կառավարիչին եւ նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ այս տարիներին ուղղակի տարել են մեր երկիրը, մեր հայրենիքը կործանման։ Իսկ երկրվա բանավեճը ինչ տպավորություն ձեր վրա թողեց, համոզիչ էին ներկայացված ծրագրերը քաղաքական ուժերի, բայց ցավալի էր մի փաստ, որ ավերիչ երկրաշարժից 37 տարի անց, մոտավորապես, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում խոսվում էր դեռ բնակարանների մասին, բնակարանաշինության մասին, որ կան մարդիկ, որ դեռևս բնակարան չունեն։ Եվ ի դեպ Սարիկ Մինասյանն ասում էր, որ 7 տարում 5 շենք են կառուցել, հետո հայտարարություն եղավ, որ բարեգործների միջոցով է դա եղել։ Այդ մասին ինչ կասեք։ Ես երեք Սարիկ Մինասյանին բացահայտեցի որպես շատ պրոֆեսիոնալ սադախոս ու իրեն բոլոր վատ կողմերով բացահայտեցի։ Իրականում այո, Փաշինյանի օրոք, հենց թեկուզ ձեր ասած այդ շենքերի մասով Փաշինյանի օրոք Գյումրիում եւ առհասարակ Հայաստանում ոչ մի բան էլ չի կառուցվել, ոչ մի բան էլ չի ունեցել տեղական տեղաշարժ, ավելին
իրենք միայն խոսում են եւ իրենք միայն ավիրում են։ Այո, այդ շենքերի մասին ես էլ եմ տեղյակ եւ տեղյակ եմ նաեւ ֆինանսավորողների մասին, այդ շենքերի ընդորում ծրագիրը համահայկական հիմնադրամում շատ ավելի վաղ էր գործել, քան Նիկոլի Հայաստանում իշխանության կալը, նույն այդ փողոցաշինությունը, որի մասին անընդհատ ԿՊ-ն փորձում է այսպես բարձրաձայնել, այդ ծրագիրը եվրոպական այդ զարգացման բանկի շնորհիվ դեռևս 2016 թվականին էր բերվել Սերժ Սարգսյանի օրոք ավելին ազգային ժողովում, երբ որ այդ վարկը ձևակերպում էին քննարկումների եւ հետագայում նաեւ այդ օրենքը ընդունելու ժամանակ եղել են տամենը 4 թեմ, որոնցից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանը, բայց այսօր իրանք դա փորձում են ամեն ինչ վերագրել իրենց։ Բայց ինչ վերաբերվում է այդ տեսեք այդ ծրագրերի համոզիչ լինել չլինելու մասին, իհարկե կային շատ գեղեցիկ, այսպես ասած, խոստումներ, բայց որոնք ամբողջովին խոսել խնդիրները բարձրացնել, բայց կան լուծման ուղիներ։ Ես տեսեք, նախ կամ հնարավորություններ դա լուծելու։ Նախ Գյումրիի խնդիրները կամ Վանաձորի խնդիրները լուծելու համար մենք առաջերտին պետք է ունենանք ամուր հիմքերի վրա գտնվող պետականություն, պետք է ունենանք հայկական կառավարություն, պետք է ունենանք ազգային ուժեր, ովքեր երկիրը ղեկավարելիս կառաջնորդվեն գոնե հիմնականում, չեմ ասում ամբողջապես, բայց հիմնականում կառաջնորդվեն պետական շահով։ Իսկ այսօր դուք ինչքան է լավ, այսպես ծրագրեր ունենաք, ինչքան էլ դրանք գեղեցիկ լինեն, միևնույն է դրանք օդի մեջ են մնալու կամ թղթի վրա են մնալու, որովհետև այդ ծրագրերը, լավ ծրագիրը Հայաստանում չի կարող գործել։ Եթե այսօր մեր այսպես ասած հարևանները մեկը արևմուտքից, մեկը արևելքից ամեն ինչ անում են, որպեսզի այս երկիրը թե տնտեսապես, թե անվտանգային առումով, թե առհասարակ որպես պետություն դատարի գոյություն ունենալը եւ այսօրվա կառավարիչներն էլ ամբողջովին ծառայում են այդ թուրքական շահերին, դա ենթադրում է, որ ոչ մի հետաքրքիր կամ ոչ մի կարևոր քայլ դու չես կարողանալու անես։ Իհարկե, թող չթվա կամ տպավորություն չստեղծի, որ ես չգիտեմ կոչ եմ անում, որ որևէ մեկին մի լսեք կամ որևէ մեկին մի քվեարկեք, ոչ, գնացեք քվեարկեք, գնահատեք այն տղաների գործը, ովքեր ամենայն դեպս նվիրումով փորձեցին իրենց ծրագրերը, իրենց պոտենցիալը ներկայացնել, խոսքը օրինակ, չգիտեմ, Ռուբեն Մխիթարյանի մասին է, Մարտուն Գրիգորյանի մասին, այսինքն գնացեք, մարդկանց քվեարկեք, բայց միևնույն ժամանակ նաև Գյումրին մի էսկան ամբողջ Հայաստանով ուռճացրեք, որովհետև դա հղի է շատ ավելի վտանգավոր հետևանքներով։ Այս սարսափում եմ երկուշաբթի օրը սոցիալական ցանցեր մտնելուց, որովհետև ես պատկերացնում եմ ինչ է լինելու, ես գիտեմ, որ Գյումրեցին չի գնալու ընտրության, գնալու են միայն մի խումբ պետական ծառայողներ, մյուս տեխնազոների մտերիմներ եւ նաեւ, չգիտեմ, հնդիկներ օրինակ։ Եվ արդյունքում առավոտ մենք բոլորս տեսնելու ենք, որ Գյումրիում քաղաքապետ դառնալու են ենթադրենք ԿՊ ներկայացուցիչը եւ այս կան աղմուկից հետո այս կան այդ ամեն ինչը կարևորելուց հետո դուք պատկերացրեք Նիկոլի հերթական դավերից մեկը աշխատելու է, այսինքն այնտեղ սկսելու է ճակատագիրն է որոշվում այնպես է ներկայացնում։ Բնականաբար նույնիսկ արտար ընտրությունների դեպքում եւ հաղթանակի դեպքում Գյումրի ընտրություններով չէր կարող Հայաստանը ճակատագիր որոշվել, ինչպես այսօր շատ-շատերը փորձեցին դա ներկայացնել։ Սա ընդամենը Նիկոլի հերթական այսպես որոգայթներից մեկն է, նենք ծրագրերից մեկն է եւ երկուշաբթի օրը արդեն բերելու է գյումրեցիների նկատմամբ եւ նաեւ մյուս հայաստանցիների միջեւ որոշակի արդեն սրացումների։ Ինքը առհասարակ վերջին 7 տարին անընդհատ տարբեր այսպես խմբերին ինքը փորձել է բաղդադել։ Այ հենց այդ բաղդադումներից մեկը, այդ սրումներից մեկը երկուշաբթի օրը մենք բոլորս ականատես Բայց ինչու է իշխանությունը ուռճացնում, դա իրեն ինչ է տալիս։ Նախ առաջինը իշխանությունն է, մենք եկենք մի հատ փորձենք հասկանանք, ինչի տարեց հենց մարտ ամսին այդ ընտրությունները։ Երբ որ Հանրությունների ինքը կարող էր տնել դեկտեմբեր ամսին եւ պարտավոր էր տնել դեկտեմբեր ամսի վերջ, որովհետեւ եթե քաղաքապետը չկար հավականին ամբողջովին այսպես իշխող հավականին հերացել էր մանդատները վարեր տրել, ինքը պետք է անմիջապես առաջիկա 5 շաբթի օրը այդ հավականում մանդատները վայր տնելուց հետո պետք է լուծարել հավականը։ Իհարկե օրենքը հենց դա է։ Օրենքին էին հողում անում։ Ոչ, օրենքը հենց դա էր թույլատրում, բայց հետո ինքը ինչ արեց, ինքը որոշեց կառավարության նիստ արեց, որոշում կայացրեց եւ հայտարարեց, որ չէ, ինքը հայտարարեց, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 20-ից, բայց ինքը կարող էր դա հենց դեկտեմբերին անել, այդ որոշումը ինքը ուժի մեջ կարող էր մտցնել դեկտեմբերին, բայց իրեն պետք չէր, որովհետեւ այդ ընթացքում դեկտեմբերին մեր ժողովուրդը սովորաբար շատ ավելի пассив է, ամանորյա, չգիտեմ, բդերով, պլենչիկներով եւ այլ զբաղմունք ունի եւ իրեն այ պետք է Հայաստանը զբաղեցնել մարտ ամսին։ Ինչի, որովհետեւ մարտ ամսին շատ վճռորոշ էր Հայաստանի համար, չէ՞ մի կողմից այդ
այսպես կոչված ճակերտավոր խաղաղության պայմանագրեր, հա, մյուս կողմից ինչ-որ Ռուսաստանի հետ նորից որոշակի խուճուճ, այսպես ասած, հարաբերություններ, ներսում նաև Երևանից դուրս որևէ տեղ հասարակության ուշադրությունը շեղելու Այսինքն իրան պետք էր հերթական շոուն սարքեր Գառնանը եւ ինք այդ հերթական շոուն սարքեց հենց Գյումրիում ու այս հենց դրանից եմ վախենում որ վաղը մյուս օր տեսեք նույն գյումրեցիների մեջ երեկվա այդ բանավեճի արդյունքում դրանին նախորդող օրերին արված որոշակի գործողությունների արդյունքում հենց բուն գյումրեցիների մեջ որոշակի սրացումներ կնաց թեկուզ նաեւ այն տեխնազուների միջև ովքեր իշխանական չէին Բայց արդեն այդ տեխնազուների մեջ կա որոշակի այսպես հարաբերությունների սրացումներ, որը շատ վտանգավոր է մեր հասարակության համար։ Չէ, հաշված որ այ վաղը մյուս օր սովորական շարքային մասիստին պիտի արթնանա ու ասի, այ ամոթս գյումրեցիներին գնացին էլի թուրքին ընտրեցին։ Աղուհացով դիմավորեցին եւ նմանատիպ արդարություններ, որը ինչ որտեղ նորից մեր հասարակությունը պատադելու է։ Հետևաբար ես ցեզ առաջարկում եմ, որպես նաեւ ԶԼՄ-ի ներկայացուցիչ դիմում եմ նաեւ բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին, որ այս նիկոլական խորամանկությունից մի փոքր զգուշավորություն ձևավորենք եւ մենք բոլորս միասին առաջիկա օրերին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի թեկուզ վիրտուալ հարթակներում չսրվեն գյումրեցիներ եւ մյուս հայաստանաբնակների հարաբերությունները, որովհետեւ այս ընտրությունները հասցրել էին նմանատիպ մի կետի, որ վաղ ասեն, որ այ ամոթ ցես գյումրեցիներ, որ դուք չընտրեք, Նիկոլը չէր մնա վարչապետ։ Բայց իրականում գյումրեցին համ չի ընտրելու, բացի նրանից նույնիսկ եթե ընտրի է, դա որևէ կերպ չէր կարող ազդել Հայաստանի իշխանությունների լինել չլինելու վրա։ Նույն Երևանի ընտրությունը չէր կարող ինչ որտեղ ազդել, ու մնաց ասենք Գյումրու ընտրությունները կարող են ազդել։ Երեկվա ձերբակալությունների մասին ինչ կարող եք ասել, ԿՊ-ից բարձրաբանում են, որ փող են բաժանել եւ բոլոր նրանք ովքեր որ փող են բաժանում, նրանց գլուխները պետք է պատերին տալ եւ պետք է արմատախիլ անել այս երևույթը։ Հերթական շոուն է, միանշանակ կարող եմ ասել հերթական շոուն է, որովհետեւ եթե նախ դու որևէ մեկին ձերբակալում ես, ձերբակալելու համար կան հստակ օրենքով նախատեսված դրույթներ, թե որ դեպքում դու պետք է մարդուն միանգամից այսպես ձերբակալես։ Օրինակ դրանցից մեկը այն էր, որ հանցանքը իրագործելու պահին։ Բնականաբար իրանք այդ պահին չեն ձերբակալ, այսինքն ձերբակալելու պահին որևէ մեկը կաշառք չի բաժանել, չէ՞։ Իսկ եթե ունեիք որոշակի տվյալներս, ամեն ինչը կարելի է նույնիսկ այսպես շատ ավելի հանգիստ քրեական գործ հարուցել մարդու նկատմամբ որոշակի խափանում կիրառել, օրինակ վարչական հսկողության տեսքով որևէ շոուներ չանել, բայց այ Երևանը նորից իշխանությունը կնաց իրավիճակը սրելուն, որովհետև իրանք շատ լավ հասկանում են, տեսնում են, որ Գյումրիում իրանք չեն կարողանալու գոնե 20%-ից բարձր մասնակցություն ապահովել, ինչը արդեն կասկածի տակ է տնելու այդ ընտրությունները եւ նաեւ Նիկոլի լեգիտիմությունը, որովհետև եթե ժողովուրդը չի գնում ընտրության, դա նշանակում է իշխանության չի վստահում եւ դա բոլորն են տեսնում, բոլորն են հասկանում։ Այսինքն իրենք փորձեցին որոշակի սրացումներ տանել, փորձեցին ինչ-որ խաղեր խաղալ եւ այդ ամեն ինչը կրկին անգամ արեցին շատ փնտի, շատ ոչ օրինական ճանապարհով։ Բայց ձայնագրություններ տարածվեցին, որտեղ նշվում էր, որ փող է ֆռում, ինչ որ Այդ տեսեք բոլոր դեպքերում իրենք ինչ իրավունք ունեին այդ ձայնագրությունները տարածելու։ Եթե կա որոշակի քրեական գործ, այդ քրեական գործի շրջանակներում իրենք այդ ձայնագրություն նախաքննության ընթացքում չեն տարածում։ Բա որ վաղը մյուս օր օրինակ այդ ձայնագրությունները կնան փորձաքննության եւ պարզվի որ դա արհեստական բանականության միջոցով ինչ որ ձայն ստանալով կամ ինչ որ մեկի ձայնը փոփոխելով, չգիտեմ, ստացվել է նման ինչ որ մի խոսակցություն։ Այդ դեպքում իրենք ինչ են անելու։ Սովորական, այսինքն հիմա իրավիճակը փչացնում են, մարդկանց վարկաբեկում են, մարդկանց ազատությունը զրկում են, հետո մի հատ դատավոր կասեք ներողություն, դուք արդարացված եք, գնացեք, հա։ Բայց հիմա խոսում է, որ փայտ բաժանելու հետ կապված կան գործընթացներ, Շիբինի հետ կապված էր Մարտուն Գրիգորյանի հոր եւ տղայի։ Եթե կար, դուք նախ պարտավոր եք այդ ամեն ինչը կանխելու, մինչեւ եթե Շիբին բաժանել կամ Շիբինը այդ խճապատումը փողոցի իր մեջ ենթադրում էր որոշակի հանցակազմ, ուրեմն դուք պարտավոր եք դա նախապես կանխել։ Այնպես չի որ այսպես պատահական տեսակ որ վարյանների ընթացքում է չի Դա երբ է եղել Հայաստանում եղել է կարծեմ մարտ ամսին, բայց եթե ցանկացած մեկին է այսօր Հայաստանում երբ որ շարժվում է A-կետից B-կետը, իրանք արդեն գիտեն, դուք չեք կարող միջև այդ մարդու ձեռքը բռնեիք, ասեիք հարգելի
պատգամավոր։ Գիտեք ինչ, եթե դուք հիմա խճապատում իրականացնեք, դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք։ Այդ մարդը ոչ էր ասելու, այ չէ, ես պարտադիր պետք է սա անեմ, չէ։ Մաքսիմում կարող է լինել հայտարարություն անել, ասել սիրելի ժողովուրդ, ես այստեղ ուզում եի խճապատել, բայց իշխանությունը թույլ չտվեց դա որակելով որպես հետևաբար ես դա չեմ անելու։ Այսինքն դուք թույլ եք տալիս, որ մարդը գնա օրինակ իր կողմից որոշակի, չգիտեմ, իր համար հաճելի քայլ անի, անկախ նրանից թե դրա հետևում ինքը ունի որոշակի ենթատեքստը չունի, հետո դա թողնում եք, որպեսզի թեման մնա ու այն ամենակարևոր պահին, երբ որ մեկի մտքից անցնում է, որ այստեղ դիպ բեմականացում անենք, որոշում եք այդ մարդու հարազատներին 70-ամյա հորը ձերբակալել տանել։ Այսինքն սա հերթագատ անգամ նորից խոսում է Նիկոլի ստոր կերպարի մասին, որ ինքը ամենտեղ ամեն ինչ ուզում է փչացնել։ Սարիկ Մինասյանն էլ է խճապատել, այսինքն նրանն էլ է ընտրակաշառք դա համարվում։ Չէ, ո՞ր կարող է Սարիկը պաշտոնակատար է, կարող էր անել։ Սարիկը իրանց մարդն է, սվոյ մարդ է, այսպես ասած, ինքը ճուժո չէ։ Իրանց մարդն է, Սարիկը ամեն ինչը կարող է, Սարիկը այսպես ասած Դագաղի տեսքով ընտրակաշառք բաժանեց Գյումրիում, հա մենք բոլորս էլ տեսանք, երբ որ տիկնոջը խոստանում է, որ հասցեդ կտաս, քեզ ոչ միայն կթաղեմ, մի հատ էլ հաց ու ջուր կանեմ։ Դա ընտրակաշառք չէ։ Կամ թեկուզ առհասարակ իրենց որևէ գործողություններ, երբ որ մենք տեսնում ենք, իրենց ամեն ինչ թույլատրվում է։ Իրենք ինչ ուզում են, կարող են ասել։ Երեք Սարիկ Մինասյանը ամենասարսափելի արտահայտություններից մեկը արեց, ասում է գյումրեցիները ժամանակին փողեր էին ճարում տալիս, որովհետեւ իրենց տղաներին Ղարաբաղ չտանեն ծառայելու։ Իրենց դժբախտ էին համարում, երբ Ղարաբաղ էր ասում։ Այո, ես չգիտեմ, այլ պայմաններում զուտ այդ արտահայտության համար հայոյանք է հասնում, բայց ձեր տաղավարում բնականաբար նաև ձեր ներկայացումը հարգելով փորձեմ ավելի մեղմ լինել, բայց ես այստեղ ուշադրություն այլ բանի վրա եմ ուզում ներգրավել։ Եթե նմանատիպ ինչ-որ արտահայտություն անեին մյուս տեխնազուները, հավատացեք իրենք միջև այդ տաղավարից դուրս գալը արդեն այնտեղ իրենց իրավապահները կսպասեին ու կասեին ախպեր, հələ դու կարևոր բան ես ասել, հələ արի մի հատ հանունները, հասցեները, ամբողջ ինֆորմացիան փոխանցի, տեսնենք ովքեր են եղել, որ նման գործողություններ են արել։ Բայց Սարիկին դա թույլատրելի էր։ Որևէ մեկը հաստատ իր հետևից չի գնա ու չի ասի ախպեր, լավ, եթե այդպես է, արի տեսնենք դու այն ժամանակ երկու ախպերով ծառայել եք Ստեփանավանի ռակետնի չհաստել, արի տեսնենք դուք ոնց եք այնտեղ հայտնվել։ Որևէ մեկը չի կանչի, չէ՞ իրեն հարցնի։ Միգուցե իրենք էլ են գումարտվել, որպեսզի չծառայեն։ Չէ, ծառայել են։ Հա, Ղարաբաղում չծառայել։ Այսինքն դա այսպես են ասեմ, դա նաև տաղամարտու խոսույթ չէր։ Գուցե ներքուստ որևէ մեկը կաներեք բարիս համար շուստրություններ է արել։ Ցավոք սերտի մեր ժողովրդի մեջ այդ շուստրությունը շատ է նստած։ Բայց երբ որ դու բանակի մասին նման կերպ ես արտահայտում, դու ընդամենը տաղամարտկության այսպես լուրջ դիֆիցիտի խնդիր է, դա ոնց ասեմ, խողոցի բամբասանքչի կնոջ վայել, ինչ որ մի հատ արտահայտություն է, էլի օդի մեջ է դու ասում ես գյումրեցիները, հələ դու մի հատ էլ Գյումրի գնա Շիրակ Պանթեոն ու 92-ից մինչև 44-օրյա պատերազմ մինչև 23 թվականի Սյունիքի դեպքեր հələ կանատես քանի հատ այնտեղ երիտասարդ տղա իր կյանքը տվել։ Հələ դու պետք է Շիրակի մարզի մյուս գյուղերում, գյուղ ունենք մենք Շիրակի մարզում, որ 4 տուն է այդ գյուղում, օրինակ կարծեմ Բարսաշեն մի անգամ եմ եղել վերջերս 4-5 տուն էր, բայց գերեզմանոցում 3 եռագույն էր ծածանվում, այսինքն 3 հերոս կար այդտեղ։ Այսինքն այդ մարդիկ իրանք որևէ մեկն է դժբախտ չեն եղել, իրանք մեծ մասը այսպես նվիրումով է գնացել կրվին։ Այսինքն սա հերթական անգամ այս երկրի մեջ հերոսությունը փչացնելու են ճղջիմ վիճակը հաստամոքսով ապրող մարդկանց հերոս սարքելու դրսևորումն էր, որը շատ տգեղ էր։ Խնդիրը իրականում, եթե ինքը ներկայացնում է, որ Ղարաբաղ չէին ուզում ծառայեն, միգուցե պատճառները լրիվ այլ տեղ էին եւ ինքը այլ ձևով է ներկայացնում։ Այսինքն ինքը ներկայացնում է, որ լավ չէր Ղարաբաղում դրա համար չէին գնում։ Բայց խնդիրն այն էր, որ անընդհատ լարվածություն կար սահմանային, անվտանգային խնդիրներ կային եւ կարող էր ծնող անհանգստանալ, որ իր երախան գնում է Ղարաբաղ ծառայելու եւ ոչ թե որ Ղարաբաղը վատ տեղ է, դրա համար չէր ուզում գնալ։ Նաեւ թեկուզ այդ առումով, եթե մենք վերցնենք, մենք Հեսուս Սարիկը հասակակիցներ ենք շատ երկար տարիները լիրաշ ճանաչում ենք։ Օրինակ մեր ժամանակ նորմալ տղեն, պին տղեն ինքը ցկտում էր Արցախում ծառայել։
Թեկուզ զուտ նրա համար, որ դա իրական ծառայություն էր, որտեղ դու կարող էիր մարտական զենք ունենալ, post կանգնել, որս անել նաև, այսինքն երևի իր մեջ է նստել էլի այդ վախը իր մեջ, այդ վախկոդությունը իր մեջ է նստել է 30 տարի հանգիստ չի տալիս։ Ինչևէ, կարծում եմ ոչ ինքը ոչ այդ խոսույթը այդքան շատ չարժի, որ մենք մեր ժամանակը ծախսենք նրա վրա։ Մենք ընդամենը կներեք նորից եմ կրկնում, մենք ընդամենը պետք է ուշադիր լինենք, որ Նիգոլի հերթական պարակտիչ գործողությունները Գյումրիում չտան արդյունք։ Եվ ավելին մենք պետք է մտածենք, այ հետևություն անենք, կոնկրետ ես շատ տեխնացուների գործողությունների մասով բավականին հետևություններ եմ արել եւ վաղը մյուս օր որ սկսվի նորից հերթական կարծում եմ նաև վերջնական պայքարի փուլը արդեն կարելի է հասկանալ ով ինչ հնարավորություններ ունի եւ արդեն հստակ խնդրել նաև որ այդ հնարավորությունները ներդնեն հայրենիքի փրկության համար։ Այո, մենք պետք է պատրաստվենք այս իշխանություններին վերջնական հեռացնելու եւ ոչ թե նստենք ինչ որ մեր քաղաքական process-ները վերածենք սերիալների կամ սիտկոմերի ու փորձենք դրանով մեր ժամանակը լցնել։ Մենք այդքան ժամանակ չունենք ցավոք սրտի, մեզ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել այսպես համեմատաբար խաղաղ ապրելու վիճակում։ Վարդան Ղուկասյանը ինչ հնարավորություններ ունի, որովհետև այսպիսի կարծիք կա, որ միտումնավոր Վարդան Ղուկասյանի գործոնը շահարկվում է, որպեսզի նրա ֆոնին բարձրացվի Սարիկ Մինասյանի վարկանիշը եւ տպավորություն ստեղծի, որ երկու ուժերի մեջ է պայքարը, որ ժողովուրդը գնա եւ Սարիկ Մինասյանին ընտրի, Վարդան Ղուկասյանին չընտրի, կա այդ խնդիրը եւ հատուկ իշխանության շահարկումը։ Իսկ ես հակառակն եմ մտածում, որ ընդհակառակը իշխանությունները տարբեր կերպ փորձում են որոշակի լարվածություններ տանել եւ հասցնել նրան, որ ոչ իշխանական տեխնացուների միջև լինի լարվածություն եւ բնականաբար նաեւ ցավոք սրտի վստահություն ունեմ, որ վաղը մյուս օր իրենք փորձելու են արհեստականորեն այդ լարվածությունը ավելի աճեցնել եւ ինչ որտեղ բերել քաղաքում։ Այսինքն դիմադիր դաշտում պարակտվածություն ձևավորի ոչ կարողանան համախմբել։ Միանշանակ, այո։ Ես ավելի շատ դրան եմ հակված, որովհետև դեռևս ընտրություններից ամիսներ առաջ դեկտեմբեր ամսին սոցհարցումներով արդեն երևում էր, որ Վարդան Ղուկասյանը կարողացել էր պահպանել բավականին լավ վարկանիշ։ Ճիշտ է, ինք ուներ նաև իր անտի-ռեյտինգը, որը էլի բարձր էր, բայց ուներ նաև իր ռեյտինգը, որը շատ հետաքրքիր էր։ Այսինքն այդ մարդը լավ էր աշխատել, վատ էր աշխատել, ինքը կարողացել էր իր կողմնակիցների խումբը պահպանել այսքան տարի։ Եվ հետո չմոռանանք, որ ինքը բավականին փորձված քաղաքական գործիչ է եւ ամենակարևորը ինքը երևի թե բոլորից լավ այսպես հա օդի մեջից քաղաքականության հոդը զգում է եւ հասկանում է նաեւ ինչ է պետք։ Ես շատ ցավում եմ, որ գյումրեցի տղամարդկանց մոտ, որոնց ես բոլորին էլ ճանաչում եմ, բոլորդ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ես մեծ ցավ կապրեմ եւ նաեւ իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ լարվածությունը որևէ մեկի միջև չլինի։ Իսկ դրանը Սարիկի վարկանիշ հանել անհնար է։ Հասկանում եք, իշխանությունը Գյումրիում ուզում է Սարիկով ներկայանա, ուզում է Պողոսով, Պետրոսով, ինքը առավելագույնը կարող է ունենալ գյումրեցիների ընդանուր, այսպես թվականակի, ընտրողների ընդանուր թվականակի մաքսիմում 7%-ը, որի մեջ մտնում է նաև վարչական ռեսուրսը։ Ավելին ինքը չի կարող ունենալ։ Մնացածն էլ ինքը պետք է բերի օրինակ ախրկալակի, չգիտեմ, հնդիկներին, Երևանից, մյուս տեղերից, այսինքն դրանով պետք է իր այդ կեղտոտություն անի։ Հիմա ում էլ ուզեն բերեն, ինչ ծրագիր էլ ներկայացնեն, ինչ էլ այսպես կողքից մանիպուլյացիաներ անեն, միևնույն է, դա չի կարող աճել։ Որովհետև մարդիկ այսօր հստակ բոլորն էլ հասկանում են ով է Փաշինյանը, ով է նրա թիմագիծները։ Հիմա այսօր մեծ հանրահավաք է սպասվում Գյումրիում եւ ըստ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու, արդեն Ալեն Սիմոնյանն է Գյումրիում եւ բոլոր Ուրեմն նաեւ երեք ինձ փոխանցեցին, որ այդտեղից այդ հանրահավաքին մասնակցելու են օրինակ Թալինի խոշորացված համայնքի աշխատակիցները, ինձ փոխանցեցին, որ այնտեղ գալու են նաեւ Մարալիգի Անիի խոշորացված համայնքի ներկայացուցիչները, Արտիկի խոշորացված համայնքի ներկայացուցիչները, բնականաբար մի քանի ավտոբուս եւ հավել կբերեն Երևանից, Գյումրիի հրապարակն էլ ամբողջը իրար հետ մի 5000 մարդ է, որ կարողանան այստեղից ընդեղից բերեն լցնեն, ինքը շատ լեփ լեցուն կերևա։ Բայց ազդեցություն դա թողնում է գյումրեցիների վրա։ Իհարկե ոչ, այսօր գյումրեցին ինքը սահմանի վրա ապրող մարդ, իրենք դեռևս այսպես գենետիկորեն հիշելով 18-20 թվականների կոտորածները, որը Գյումրիում անմասն չի մնացել, տեսնելով նաև այսպես հասկանալով թշնամու բաց երախի մոտ լինել է իրեն, մարդիկ շատ հստակ հասկանում են, որ
այսօր այսպես երկրորդական, երրորդական տարբերակ այդ ծրագիրը, այդ ասֆալտը կամ կանաչապատումն է։ Այսօր մարդիկ ունեն առաջի թիվ 1 խնդիր, այդ ու եկեք գնանք մի հատ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղեր միասին փորձենք հարցում անցկացնել, տեսեք մարդկանց մոտ ինչքան վախ կա։ Եկեք մենք հիմա սովորական շարքային գյումրեցիների հետ խոսենք, դուք տեսեք ինչքան անվստահություն կա եւ նաեւ վախ կա սեփական տունը կորցնելուց, որովհետեւ իրենց աչքի առաջ կան արցախցիները, ովքեր 10-ամյակներով, 100-ամյակներով այսպես իրենց ստեղծած տները թողեցին եկան։ Գյումրեցին մի անգամ արդեն տնից տուն ընկել է երկրաշարժից հետո, ինքը հասկանում է նաև դրա վտանգները, եւ այսօր մարդկանց պետք է առաջին հերթին երաշխիք, որ պետությունը, պետականությունը եւ անվտանգային համակարգը կմնա, կլինի։ Հետևաբար ես ինչի եմ ասում Գյումրեցին միանշանակ մերժելու է ԿՊ-ին, իր ընդրության չմասնակցելով, որովհետեւ այլ բան ինքը չի կարող այս բանին անել։ Իհարկե նորից օգտվելով ձեր եթերի հնարավորությունից ես կոչ եմ անում բոլորին գնալ եւ որևէ մեկին ընտրել, որպեսզի իշխանության ներկայացուցիչը կամ կառավարիչը գիշերը հանգիստ չքնի, թեկուզ այդ մի ժամ իրեն անհանգստացնելու համար մասնակցությունը ապահովեն։ Միանշանակ արժի, նույնիսկ եթե չեք կողմնորոշվել, գնացեք 3 քվեաթերթիկ վերցրեք, չգիտեմ, ալա բալանիցա արեք, որը վերջում կանգնավ, դա գցեք, բայց անպայման գնացեք, որպեսզի էլ ավելի մեծ դժվարություն ստեղծեք Փաշինյանի համար, էլ ավելի իրեն ստիպեք, որ ինքը գնա էլ ավելի խոշոր կեղծիկների, բայց գոնե գիշերը չքնի, գոնե մի գիշեր անհանգիստ լինի։ Բայց խոստովանեք, որ եթե ԿՊ-ն հաղթի, սա մեծ թևեր է տալու իրենց։ Չեմ կարծում, եւ ոչինչ չի փոխվելու։ Մաքսիմում մի քանի օր իրենք սկսելու են մեծ բերանները այսպես բացել, իրենք առանց այն էլ շատ կներեք լեկտիացել են ոգևորվելու են ընտրությունների հետ կապված, որ իրենք կհաղթեն։ Թող ոգևորվեն։ Թող շատ ոգևորվեն։ Ինչ կանել է, չգիտեմ, հավը ոգևորվի, ինքը սիրամարգ չի դառնա։ Նորից նույն հավը պետք է մնա։ Եվ հենց դրա համար էլ ասում եմ, որ իրենք օրակարգով մենք չպետք է շարժվենք, մենք մեր սեփական օրակարգը պետք է տանենք, իսկ մեր թիվ 1 օրակարգը եղել է եւ կա Հայաստանի, այսպես ասած, կառավարության մակրումն է, իշխանափոխությունն է, Արցախի վերաազատագրումն է, այսինքն մենք պետք է շեղվենք, պետք է չգնենք իրենց այդ էժան խաղերի հետևից։ Մենք ուղղակի պետք է հասկանանք որտեղ ենք սխալվել եւ հիմա ինչ պետք է անենք, որ կարողանանք վերջնականապես սրանցից ազատվել։ Ու դրանից հետո էլ արդեն մտածենք ինչ անենք, որ կարողանանք մեր պետությունը գոնե բերենք հասցնենք 18 թվականի այն հիմքերին, որը իրականում շատ կարևոր է։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։